Ընտրեք Maverick կամ Navien գերխնայող կաթսաներից մեկը, իսկ ծխատարը, մարտկոցները, խողովակները, բոլոր դետալները, առաքումն ու տեղադրումը կստանաք իդեալ համակարգից։ Սահմանադրական դատարան այսօր քննում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը, որոնք ավելի վաղ միավորել ու որոշել էր քննել նույն նիստով։ Գործով զեկուցող է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը։ Միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջին, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ, անվավեր ճանաչել ու սահմանել մանդատների բաշխման կարգը եւ երրորդ, մշակել ընտրությունների երկրորդ փուլ։ Հանուն Հանրապետության կուսակցությունը նույնպես դիմել է Սահմանադրական դատարան վիճարկելու 26 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ըստ կուսակցության հիմնավորման ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումների ծավալը ենթադրության առիթ է տալիս, որ այն ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցություն է ունեցել։ Հանուն Հանրապետության կուսակցության դիմումը Սահմանադրական դատարան նույն բովանդակությունը չունի մյուս քաղաքական ուժերի դիմումների հետ, թեև մի շարք ուժեր վիճարկում են 26 թվականի հունիսի 7-ի ազգային ժողովի ընտրությունների արդյունքները, ապա հանուն Հանրապետության դիմումն ունի այլ իրավական ու սահմանադրական հիմք, նշել է կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։ Մեր դիմումի առանցքային հարցն է. կարող է ընտրությունների արդյունքում ձևավորված ազգային ժողովը համարվել ժողովրդի ազատ ու իրական կամ արտահայտության արդյունք, եթե իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններով արձանագրվել են ընտրակաշառքի, ընտրողների նյութական շահագրգռման, կազմակերպված ցանցերի ու ընտրողի կամքի վրա ապօրինի ազդեցության բազմաթիվ դեպքեր։ Մեր հայցը միայն ընտրական թվերի կամ մանդատների մասին չէ, այն վերաբերում է ժողովրդի իշխանության աղբյուրի պաշտպանությանը, նշել է Բաբաջանյանը։ Սահմանադրության երկրորդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ իրականացվում է ազատ ընտրությունների միջոցով։ Եթե ազատ ընտրությունը խաթարվում է փողով, սոցիալական խոցելիության շահագործմամբ ու կազմակերպված ազդեցության մեխանիզմներով, ապա խնդիրը դուրս է գալիս սովորական ընտրախախտումների շրջանակից եւ վերածվում սահմանադրական կարգի հարցի, գրել է նա, հավելելով ընտրակաշառքը միայն քրեական հանցագործություն չէ։ Համակարգային ընտրակաշառքը ժողովրդի ազատ կամքի ապօրինի յուրացման մեխանիզմ է։ Այդ պատճառով մենք Սահմանադրական դատարանին չենք խնդրում որոշել, թե ով է կատարել հանցագործություն, դա քրեական արդարադատության խնդիրն է։ Մենք խնդրում ենք գնահատել ընտրությունների սահմանադրականությունը։ Իրեպ Սահմանադրական դատարանի դատավորներ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցում գործի քննությանը, քանի որ նրանք կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Զեյնալյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թեմային։ Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ եւ պարոն Վարդանյանի հանրության վերաբերյալ։ Իսկ դուք այդպես գտնում եք, թե կասում որ կարող եք մասնակցել։ Դա Սահմանադրական դատարանի որոշում է։ Պարոն Զեյնալյան, Սեդա Սաֆարյանի մասով որոշեցին, որ այդ քննարկվել է Սեդա Սաֆարյանի հանրության հարցը, մերժվել է։ Եվ ինչպես եք այսօր տրամադրված մյուսի աշխատանքներից մասին։ Հետևելու եմ նիստին։ Սեդա Սաֆարյանի մասով նման որոշում չի ընդունվել, քանի որ այն չի ստացել օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները։ Սեդա Սաֆարյանը այսօր կոչ է արել չքննարկել հարցեր, որոնք կվտանգեն իր անաչառությունը։ Ուրեմն այնուամենայնիվ խնդրում եմ գոնե նիստից առաջ չքննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարան իսկապես վտանգեն, ինչպես են ասում, իմ անաչառությունը։ Այսօր կրկին դիմել եմ, որպեսզի դուք չմասնակցեք։ Դա Սահմանադրական դատարանի դատավորի մենաշնորհն է, այդ հարցը դնել քննարկման։ Կողմը կարող է ներկայացնել դուքեր եւ դատավորներից որևէ մեկը կորոշի։ Առաջադրի թե չառաջադրի։ Միաժամանակ ուժեղ Հայաստանը հայտարարել է, թե այսօր ժամը 16:30-ին իր համակիրներին հրավիրում է Սահմանադրական դատարանի մոտ պահանջելու անվավեր ճանաչել բազմաթիվ ընտրախախտումներով, բռնաճնշումներով ու վարչական ռեսուրսով աննախադեպ կիրառմամբ անցկացված ընտրությունները։ Հայաստանին պետք է նոր, ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ, ասվում է հայտարարությունում։
Գլխավոր դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։ Այն կքննարկեն Սահմանադրական դատարանում ընտրական վեճի քննությունից հետո պայմանավորված աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Ավելի վաղ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Արդյոք միջնորդությունը վերաբերում է այս գործին, թե նոր գործ է հարուցվել, գլխավոր դատախազությունը դեռ չի շտապում պարզաբանել։ Ռուսաստանը շարունակում է ճնշումները Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանը ընդլայնել է Հայաստանից ձկնային արտադրանքի մատակարարումների նկատմամբ սահմանափակումները, մինչև ավելի վաղ հայտնաբերված խախտումների վերացումը ժամանակավորապես կասեցնելով ևս 2 հայկական ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը։ 10-ին են հայտարարել Ռոսելխոզնադզորից։ Այսպիսով Հայաստանից ձկնային ամբողջ արտադրանքի մատակարարումները կասեցվել են։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքներով Ռոսելխոզնադզորը խնդրել էր հայկական կողմին ժամանակավորապես կասեցնել ողջ ձկնային արտադրանքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին ստուգմանը։ Նշված ձեռնարկությունների նկատմամբ սահմանվել են ուժեղացված լաբորատոր հսկողություններ։ Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել են նախնական հաշվետվություն եւ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը եւ անհրաժեշտ հաստատող նյութերի ներկայացումը որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը, հայտնել են Ռոսելխոզնադզորից։ Այստեղ ընդգծել են, որ գերատեսչությունն աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարման համար նախատեսված ձկան ու ձկնային արտադրանքի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Երեկ կառավարության նիստին վարչապետը անդրադառնալով ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներին հարցեր բարձրացրել։ Գոյություն ունի Եվրասիական տնտեսական միություն, թե ոչ, խնդիրները, որ ստեղծվել են հայաստանյան ապրանքների համար, ասում է մտահոգիչ են, եթե պարզվի, որ տնտեսական միությունում ապրանքների, աշխատուժի ու ֆինանսների ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի։ Վարչապետը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն հիմնված է հայեցակարգային մի քանի դրույթների՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժի վրա, եւ որ այս հարցերը առաջիկայում ինքը կբարձրացնի ԵԱՏՄ գործընկերների առաջ։ ԵԱՏՄ-ն պետք է հստակ պատասխանի ինքը կա թե չկա, ասել է Փաշինյանը։ Մեր ամբողջ փիլիսոփայությունը, ինչպես այ պայմանավորվել ենք, մեր հայեցակարգը հետևյալն է, մենք այդ տնտեսվարողների թիկունքը պահում ենք այնպես այն չափով, որ իրենց մղում են գործողության, որ իրենք աշխատեն, որովհետև այսինքն տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրանք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել են հնարավորությունները, գնալ, բանակցել եւ ասենք լրացուցիչ լարվածության մեջ չլինեն, որ վարկի մարման ժամկետն եկավ, ինչ են կանելու, տոկոսի մարման ժամկետն եկավ, ինչ են կանելու, եւ սա նորմալ process է եւ պետքա շարունակենք աշխատել։ Այո, ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ էլի նախորդող շրջանի մեր փորձերը, մասնավորապես կոവിഡ്ի համավարակի ընթացքում մեր ձեռք բերած փորձը, այն ժամանակ ստեղծած մեխանիզմները այսօր մենք նորից վերագործարկում ենք, որովհետև շատ լավ է, որ մենք տարբեր իրավիճակներում իմիջիայլոց նաև պատերազմի շրջանում, նաև այլ իրավիճակներում մենք պատրաստի բանաձևեր որդեգրած ունենք եւ այդ բանաձևերը ըստ իրավիճակի հանում ենք եւ որոշում ենք։ Այսինքն մենք այսօր երկար այս որոշումները հիմա ես ինչքան հետևում են, մենք քննարկում ենք գաղափարը առաջանում կամ խնդիրը առաջանում, մենք 2-3 արդեն հաջորդ կառավարության նիստում մենք արդեն ունենք որոշում եւ դրանից մի քանի օր հետո արդեն այդ որոշումը սկսում է իրական կյանքում աշխատել եւ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կառավարությունը շատ արագ է արձագանքում, շատ արագ է աշխատում, այսինքն մենք ամեն մի ազդակին միանգամից այդ ամեն ազդակը շենքում եւ մյուս շենքերում process-ներ է հարուցում եւ դա շատ լավ է։ Այս տեմպը պետք է պահել, իհարկե միևնույն ժամանակ չենք մոռանում, որ Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ եւ ակտիվ աշխատում ենք եւ այդ աշխատանքը կշարունակենք, որովհետեւ մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ որ մի անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա պետք է
այսպես ասած այն ուղղությամբ չնայենք, ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն հարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա։ Եթե կա, եթե չկա։ Միաժամանակ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում են աղմուկ բարձրացրել Հայաստանի հետ կապված Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընդհանուր բյուջեում կազմում է 10%, հայտնել են կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը, հավելելով, որ երկիրը արդեն 2 տարի չի վճարում սահմանված գումարը։ Այդ 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, այն արդեն 2 տարի է չի վճարում, հայտարարել է նա։ Եվ այսպես զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Պարոն Մելիքսեթյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Մելիքսեթյան, գանք ուրեմն հայ-ռուսական հարաբերություններին եւ վերջին օրերին արված հայտարարություններին, մասնավորապես ուզում եմ անդրադառնանք ԵԱՏՄ-ի վերաբերյալ 3 վարչապետի կարևոր հայտարարություններին, ի վերջո ԵԱՏՄ ձեր գնահատմամբ կա թե ոչ, եւ այս ուրեմն ճնշումները, որ շարունակվում են ավելի մեծ թափով, մինչև ուր կարող են հասնել։ Ես ներկայացրի Ռոսել Խոզնաձորի հայտարարությունը արդեն ձկնամթերքների ուրեմն ամբողջական արգելքի մասով, համեցեք։ Այս արգելքները ԵԱՏՄ-ի մասին չեն, այս արգելքները ավելի շատ Ռուսաստանի մասին են, որովհետև Ռոսել Խոզնաձորը այնուամենայնիվ ռուսական պետական վարչություն է, ոչ թե ԵԱՏՄ-ի պետական ինչ-որ օրգանիզացիոն վարչություն, ու նաև նույն ԵԱՏՄ-ն առանց Ռուսաստանի նաև այդ բովանդակությունը չունի։ Պարզ է, որ այստեղ խոսքը հենց հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների մասին է, որը ունի այս տնտեսական հարթակը, եւ որը կապ չունի ընդհանուր Հայաստանի հարաբերությունների հետ, ասենք Ղազախստանի, որոնք լավն են, Qırğızstani, որոնք չեզոք են Տաջիկստանի, Բելարուսի, որոնք նույնպես վատ են եւ կախված են Ռուսաստանից, այսինքն այստեղ ես հստակ պետք է բաժանեմ, պարզ է, որ ԵԱՏՄ-ն դա նույնպես Ռուսաստանի կողմից ստեղծած կազմակերպություն է, որի նպատակը եղել է նույնպես աշխարհաքաղաքական մրցակցությունը նմանատիպ այլ կազմակերպությունների հետ, այսինքն դա հետխորհրդային տարածաշրջանում ազդեցության գոտի ստեղծելու նույն միտումներ, որը ստեղծվում էր տնտեսական միջոցներով եւ դա նույնպես Ռուսաստանի պայքարի մաս էր, ինչպես իրենք են ասում, կոլեկտիվ արևմուտքի հետ։ Եվ այս փուլում նույնպես Ռուսաստանը օգտագործելով իր ոչ ֆորմալ, այսինքն ֆորմալ առումով բոլորը հավասար են պարզ այդ դաշտում, բայց ոչ ֆորմալ առումով պարզ է, որ հավասար չեն, եւ օգտագործելով այդ ռեսուրսները Ռուսաստանը փորձում է նաեւ օգտագործել այդ հարթակը Հայաստանի դեմ ինչ-որ ճնշումներ գործադրելու համար, ու նաեւ հայկական կողմի արձագանքից ելնելով իհարկե դրանք բավականին առայժմ հենց այդ հարթակում ես կասեի ոչ էֆեկտիվ են եւ կարող են նույնպես ճգնաժամային ինչ-որ երևույթներ ստեղծել։ Հայկական կողմի համար ավելի ճգնաժամային, պարոն Մելիքսեթյան նկատի։ Կառույցի համար նաեւ, որովհետեւ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ չկա այդ միանշանակ մոտեցումը, որ ունի Ռուսաստանը, չունի Ղազախստանը, որ կարևոր երկիր է շատ, Qırğızstani առումով ինքը իհարկե նույնպես շատ կախված է Ռուսաստանից, եւ չեմ կարծում, որ ինքը կարող է լուրջ ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա, բայց նույնիսկ Բելարուսի հարցում մենք տեսնում ենք, որ վերջին քաղաքական զարգացումները ցույց են տալիս,
որ Ալեքսանդր Լուկաշենկոն առնչվելով սպառնալիքի հետ Ուկրաինայի կողմից բավականին կառուցողական, այսպես ասած, դիրքորոշում ընդունեց եւ պարզ է, որ այդ դիրքորոշումը նույնպես որոշակի դժգոհեցում է առաջացնելու Ռուսաստանում, այսինքն ինքը ըստ մամուլում առնվազն այն հայտնի հրապարակումներից բելարուսական կողմը անջատել է այն ռետրասլյատորները, որոնք օգտագործում էին Ուկրաինայի վրա հարվածելու համար, կառավարելու նաև անօդաչու սարքերի հրթիռները։ Երկրորդ նույնպես պատրաստակամություն հայտնեց խաղաղություն, այսինքն խաղաղ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ եւ նաեւ կարծում եմ սա Ռուսաստանի համար էլի այս զարգացումը ոչ բարենպաստ է։ Ու մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ Ուկրաինայի պատերազմի ֆոնին այս ամեն ինչ որ կատարում է Հայաստանի հետ այդ սրացումներից մեկն է, Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունը հետխորհրդային տարածաշրջանում, այդ խորհրդային երկրները զարգացնում են իրենց հարաբերությունները այլ կենտրոնների հետ, այդ թվում Եվրամիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որոնց Ռուսաստանը դիտարկում է որպես հակառակորդ երկրներ, մրցակից երկրներ, եւ այս առումով Հայաստանը ընդհանրապես սիմպտոմներից մեկն է, դուք գիտեք վերջերս նաեւ Ղազախստանի նախագահի այցներ Եվրամիություն, որտեղ նույնպես բավականին խոշոր համագործակցության մասին պայմանագրեր կնքվեցին եւ հետեւաբար ուղղակի այս կոնֆլիկտը ունի այս դրսևորումը ու կարծում եմ մենք չունենք լուծումներ, այսինքն այն լուծումներ, որոնք կարող են համարվել դրական Ռուսաստանի համար, Հայաստանը չի կարող տրամադրել եւ նաեւ Ռուսաստանը իմ կարծիքով պատրաստ չէ այնպիսի լուծումներին, որոնք բավարարելու են հայկական կողմին կամ վերջնական են լինելու, այսինքն այս փուլերով մենք անցնելու ենք մի քանի անգամ նույնիսկ լավագույն, այսպես ասած, ճակերտներով ավարտի դեպքում, մինչև որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքները պարզ չլինեն։ Պարոն Մելիքսեթյան, այսինքն դուք ըստ էության այս ճգնաժամի հանգուցալուծումը Հայաստանի մասով այս փուլում դեռ չեք տեսնում, որովհետև մենք խոսում էինք ուրեմն առկա խնդիրների, ճնշումների, պատժամիջոցների մասին, օրինակ, որոնք կվերջանան կամ փոփվեն, օրինակ, հունիսի 7-ից հետո։ Հիմա, գիտեք, նրանք հայտարարում էին 14-ին, 14-ին էլ եղավ որոշումը, դարձյալ ուրեմն արձագանք չեղավ, նկատի ունեմ ընտրությունների արդյունքների հետ կապված եւ հիմա հենց այսօր Սահմանադրական դատարանում է վիճարկվում, հնարավոր է, որ Սահմանադրական դատարանի ուրեմն վերջնական քննությունից հետո ուրեմն որևէ հայտարարություն լսենք կամ ընդհանրապես առաջիկայում այս ճգնաժամը որոշակի ուրեմն մտնի այսպես դրական լուծման փուլ բացառում եք։ Գիտեք, դրական լուծման փուլի համար պետք է օրինակ, որ Հայաստանը համաձայնվի, ասենք, ինչ-որ ռուսական ներկայության թրիփի հարցում կամ կոնցեսիայի հարցը այլևս չբարձրացնի կամ սահմանափակի իր քաղաքական հարաբերությունները Եվրամիության եւ Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը դրան պատրաստ չէ եւ քանի որ դրանք ռուսական, այսպես ասած, վերջնանպատակներն են, որպեսզի ինքը ամրագրի այն ներկայությունը կոնսերվացնի, որ ունեցել է մինչև հիմա Հայաստանում եւ այդ ներկայությունը չթուլանա ու Հայաստանը նաեւ չզարգացնի իր հարաբերությունները Եվրամիության ԱՄՆ-ի հետ, մենք տեսնում ենք, որ կան հակառակ նպատակներ, այսինքն դրանք անընդունելի են հայկական կողմի համար եւ անընդունելի են ռուսական կողմի համար։ Հետևաբար ինչ-որ միջանկյալ գուցե հետընթաց լինի, բայց եթե մենք նայում ենք երկրների կողմերի նպատակներին, իրենք անհամատեղելի են ու ընդհանրապես ժամանակի հարց է ինչ ավարտ է լինելու, այսինքն եթե Ռուսաստանը ինչ-որ ձևով հաղթեց ուկրաինական պատերազմը, բարձր որ Հայաստանը ստիպված է լինելու նահանջել այդ դիրքերից։ Եթե ռուսական դիրքերը թուլանան, բարձր որ Հայաստանը այդ մոտիվացիան չի ունենալու, սա Հայաստանի մասին չէ, էլի պետք է հասկանալ, որ Հայաստանը ընդհանրապես այդ խնդիրների սիմպտոմն է։ Նույն խնդիրը Ռուսաստանը ունի Ղազախստանի հետ, նույն խնդիրը Ռուսաստանը ունի Բելարուսի հետ, որը փաստացի օկուպացված երկիր է Ռուսաստանի կողմից։ Եվ այս հանգուցալուծումը, այս հարաբերությունների վերջնական կախված է հենց ուկրաինական պատերազմի ավարտից։ Ես այստեղ միանգամից նշեմ, որ ես չեմ կարծում, որ դրական սցենար ռուսական կողմի համար կա, հետևաբար սա այս ռուսական կողմի
ագրեսիվ ավելի, ոչ կառուցողական մոտեցումը շարունակվելու է, ու մենք պետք է հասկանանք արձագանքը որն է լինելու, Կարող է Ռուսաստանի մոտեցումը այն է, որ օգտագործել այդ լծակները ճնշելու համար, որպեսզի Հայաստանը վերադառնա իր ազդեցության գոտի։ Ու ինքը վերջնական լուծումներ չի ուզում ընդունի, ինքը ուզում է օգտագործել այն լծակները, որ կա, այսինքն հապկի այդ թեման, Եվրասիական տնտեսական միության թեման, երկկողմ հարաբերությունների շրջանակներում, ասենք նույն գազի թեման, Հայաստանի քաղաքացիների թեման, որոնք Ռուսաստանում աշխատում են եւ այլն, ու ինքը այս լծակները օգտագործելու է, ինքը նշելու է դա, փորձելու է ճնշել, բայց արդեն հայկական կողմի որոշումներից է կախված ինչ կոնկրետ դրսևորումներ կունենան այդ զարգացումները, այսինքն եթե Հայաստանը ուզում է ընդհանրապես շարունակել այդ դրամաբանությամբ հարաբերությունները, չի ուզում, նույն հապկի հարցում այս կախված վիճակը ինչքան է շարունակվելու, իմ կարծիքով ավելի անկեղծ կլիներ, որ նշվեր, որ որոնք են նպատակները, պարզ է, որ եթե հապկը մեզ ընդհանրապես հետաքրքիր չէ, իմ կարծիքով մենք պետք է ուղղակի դուրս գանք այդ կառույցից եւ այս բանը նաեւ ցույց տանք, որ եթե մեր դեմ այս քաղաքականությունը շարունակվում է, մենք այդ իմիտացիաներում ուղղակի չենք մասնակցում եւ հետաքրքրված չենք մասնակցելու, կարծում եմ ներկա հայտարարությունները քաղաքական դրա մասին են հուշում, ուղղակի մենք չունենք հստակ պարզ ռազմավարություն այս հարցում, պարզ է ինչու, որովհետեւ միջավայրը շատ փոփոխական է եւ Ռուսաստանի այնուամենայնիվ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները փորձում են իսկապես լուծում գտնել, իսկապես ինչ որ միջանկյալ sense ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հետ, բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանը դրան պատրաստ չէ եւ շարունակելու է նույն քաղաքականությունը, որովհետեւ այլ վերջնական նպատակները այդ իմ նշած ստրատեգիական ռազմավարական իրենք երկու կողմերի անհամատեղելի են եւ մենք չենք կարող վերադառնալ նույն դառնալ Բելարուս կոպիտ ասած, այսինքն Ռուսաստանի վերջնական նպատակը մեզ հետ կապված դա որ Հայաստանը դառնա Բելարուսանման ինչ-որ մի կառույց։ Իսկ դա մենք չենք կարող անել, իսկ հայ-թուրքական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ենթադրում է, որ մենք ունենալու ենք նոր հնարավորություններ, որոնցից չենք կարող չօգտվել նաև։ Այսինքն սա բնական է եւ նաեւ ռուսական ազդեցությունը Հայաստանում պայմանավորված է հենց այդ գործոնով, ռուսական ռազմաբազան, ռուս սահմանապահները, ռուսական երկաթուղիների կոնցեսիան, ինչ Եվրասիական միության անդամակցությունը, այս բոլոր հարցերը իրանք կախված են եւ կապված են հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների այն մոդելից, որ եղել է մինչև 2023-24 թվականներ։ Եվ իրավիճակը փոխվում է Հայաստանի դիրքորոշումը, սա բնական փոփոխություն է։ Ռուսաստանում պարզ է, որ սա չեն ընդունում նաև այն փաստը, որ խորհրդային միությունը փլուզվել է եւ նաև այն հարաբերությունները, որ իրենք ցանկանում են հետ խորհրդային տարածաշրջանում, այն մոդելը հարաբերությունների, որ իրենք ուզում են, ինքը անկիրառելի է, այսինքն դու պետք է ընտրություն չունեցող կամ իշխանություն լինես, ոնց որ Լուկաշենկոն էր, որ իր իշխանության վերարտադրության համար դիմեց ռուսական օգնության, ճնշեց այդ հեղափոխական իրավիճակը, որ կար Բելարուսում, եւ որ ինքը փաստացի պարտվել էր ընտրությունները, եւ ռուսական միջոցով պահպանեց իր իշխանությունը, բայց բոլոր այլ պետությունների դեպքում, արդեն այս գործոնը շատ թույլ է եւ մենք տեսնում ենք, ինչպես նշեցի, նույն Ղազախստանի գործոնը, որ նույնպես վերջին տասնամյակներին մանր քայլերով հետևողական նույնպես հեռանում է դիվերսիֆիկացնում իր հարաբերությունները։ Հիմա օրինակ Ղազախստանի թիվ 1 առևտրատնտեսական հարաբերությունները եւ գործընկերը Չինաստանն է, ոչ թե Ռուսաստանն է, ինչի պատմականորեն միշտ եղել է։ Մի խոսքով իրավիճակը փոխվում է եւ այստեղ իհարկե պետք է հասկանալ ինչպես քիչ կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, բայց ես միանշանակ վստահ եմ, որ ռուսական կողմի մոտեցումները եւ Հայաստանի ռազմավարական շահերը այս հարցերում ունեն անընդունելի տարբերություններ եւ երկարաժամկետ առումով մենք չենք կարող դա համատեղել այսինքն
Պարոն Մելիքսեթյան, տեսեք, եթե ուրեմն Ռուսաստանը միջանկյալ լուծման պատրաստ չէ, ինչպես դուք եք նշում, բայց հայկական կողմն էլ այսպես փորձում է այդ միջանկյալ լուծումը գտնել, ինչ է մնում հայկական կողմին ու առաջիկայում էլ այդպիսի հնարավորություն չեք տեսնում։ Շատ ավելի վճռական լինել այլ հապկի մասով էլ ասացիք, հապկից դուրս գալ ԵԱՏՄ-ից, դուրս գալի վերջը խոսում ենք դիվերսիֆիկացիայի մասին, ի վերջո խոսում ենք առաջին ուրեմն խմբականակը Իրանի Եվրամիություն հասնելու մասին, ավելի ուրեմն ինչ է պահանջվում, որ պիտի անի Հայաստանի իշխանությունը, ընդհանրապես գուցե շատ ավելի վճռական քայլեր պիտի իրականացնի։ Դուրս գալով այդ կառույցներից։ Հայաստանի մշտական քաղաքականությունը կախված չէ Հայաստանից, այսինքն կախված այլ ընտրանքներից, որը Հայաստանը կարող է ստանալ նույն Եվրոմիությունից, տարածաշրջանային երկրներից, եթե մենք խոսում ենք էներգակիրների մասին, այսինքն հնարավոր է արդյոք նույն Իրանից հավելյալ գազ ստանալ, ինչու ոչ Թուրքմենստանից կամ նույնիսկ Ադրբեջանից, ինչ մատակարարումներ են լինելու ցորենի եւ այլն, եթե մենք չունենանք Ռուսաստանից այդ ամենը, այսինքն այստեղ ռազմավարական հաշվարկ է պետք եւ պարզ է, որ ուղղակի միայն Հայաստանը իր որոշումները, եթե հիմա այս փուլում ընդունի, ինքը շատ ծանր վիճակում է հայտնվելու եւ սա պատճառն է, ինչու է Հայաստանի մարտավարությունը ընդհանուր այսպիսին, Ռուսաստանին այսպիսին, հա, երկու կողմերն էլ հասկանում են իրենց ռեսուրսները, բայց նաեւ այս խաղի տրամաբանությունը, եթե մենք այսպես ասենք, այնպիսին է, որ եթե Ռուսաստանը շարունակի ավելի կոշտ քաղաքականությունը, ինքը ստեղծում է մի իրավիճակ, երբ որ այդ հարաբերությունների խզումը դառնում է անխուսափելի, հա, եւ անշրջադարձելի։ Եվ ես կարծում եմ, իրենք էլ են դա հասկանում եւ դա է պատճառը, որ իրենք էլ են դանդաղում ու պարզ է, որ հայկական կողմն էլ չի ուզում վերջնական որոշումներ կայացնի։ Իմ կարծիքով շատ կարեւոր է այդ այլ ընտրանքների վրա աշխատելը, նշել նաև հասկանալ իսկ որոնք են մեր կարմիր գծերը, հա, Ռուսաստանի հետ, իսկապես ինչ հարաբերությունների մոդել ենք ուզում, գուցե ավելի անկեղծ իրենց դա ասել, ինչ հարցերում մենք իրենց, այսպես ասած, շահերին չենք կպնելու, իսկ ինչ հարցերում արդեն իրենց այդ միջամտությունները անիմաստ են եւ այս քաղաքականությունը անարդյունավետ է, ասենք նույն սանկցիաները, որ կիրառում են, եթե ուզում են, որ պահպանվի նույն երկաթուղիների հարցում այն լուծումը, հա, ասենք կոնցեսիան կամ այս կառուցող հատվածները, որ հիմա Հայաստանը վերականգնելու է, դառնան կոնցեսիայի մաս կամ թրիպի ինչ-որ մասնակցություն ունենան եւ այլն եւ այլն։ Այսինքն գծել հարցերի, խնդիրների շրջանակ, որտեղ մենք պատրաստ ենք անկեղծ Ռուսաստանին ասել, որ այս հարցերում մենք ձեզ չենք կպնում կոպիտ ասած, բայց այս հարցերում արդեն անիմաստ է կիրառել այս գործիքակազմը եւ ինք ունենալու է հակառակ էֆեկտ։ Ես կարծում եմ, սա ամենաճիշտ մոտեցումն է, որովհետև հակառակ դեպքում մենք ունենալու ենք նույն հետևանքը, եթե ինչ-որ էսկալացիոն զարգացումներ են առումով, որ ավելի լայն սանկցիաներ եւ այլն, տալու ենք Ռուսաստանին էլի այդ որոշումների կայացման լծակը, գուցե ժամանակի առումով, եթե մենք իմանանք, որ ունենք ժամանակ եւ ասենք կես տարի հետո Ռուսաստանը այլևս անկարող է լինելու կիրառել նույն պատժամիջոցները կամ իր դիրքերը ավելի թույլ են լինելու եւ այլն, գուցե իմաստ ունի ժամանակ ցկել, հա, տենց անորոշ ինչ-որ հայտարարություններով, բայց ես ավելի անկեղծ եւ ուղիղ քաղաքականության այս առումով մոտեցման կողմնակից եմ։ Ես կարծում եմ Ռուսաստանը պետք է հասկանա, որ այս մարտավարությունը ունենալու է շատ վատ հետևանքներ հենց իր համար։ Իհարկե դա Հայաստանի համար եւս հեշտ չի լինելու, բայց որ այդ գործիքակազմը ուղղակի չի աշխատելու, որ ինքը ունենալու է հակառակ էֆեկտ եւ ունենալու է նաեւ հասարակական տրամադրությունների վրա Հայաստանում, հա, հակառուսական, որոնք վերջին մի քանի տարվա մեջ նույնպես ակնհայտ են եւ պատմական ռեկորդներ են խփում երբեք Հայաստանում, հավանաբար երևի գուցե 91 թվականի օղակ գործողության ժամանակ նույնպես կարճ ինչ-որ հատվածում այսպիսի տրամադրություններ կային, կամ 20-րդ դարի սկզբին երբ եկեղեցու գույքի էքսպրոպրիացիայի օրենքներ ընդունել Նիկոլայ Կայսրը, երբեք այսքան հակառուսական, ոչ թե հակառուսական, այլ Ռուսաստանի դեմ քննադատական եւ ոչ բարացական, այսպես ասած, տրամադրություններ չեն եղել ու այս ամենը զուտ Ռուսաստանի քաղաքականության հետևանք է։ Հայաստանը ոչինչ չի արել, եթե մենք չենք մտնում այդ մեր ինչ-որ մանիպուլյացիաների դաշտ, որ նաեւ մեր ընդդիմադիր դաշտում են հաճախակի անում, հանելով մեղավոր, հա, հայկական կողմի բոլոր մահկանացու, հա, մեղքերի մեջ
իրականում Հայաստանը ոչինչ չի արել, որպեսզի մենք ունենայինք այն, ինչ եղել է 2020 թվականին, 22 թվականին, եւ այստեղ Ռուսաստանի սխալների արդյունք է սա։ Եվ այս էջը, պատմության այս էջը այլևս մենք չենք կարող վերադառնալ նույն էջը, որը եղել է մինչև 2023 թվականը։ Սա պետք է հստակ լինի ռուսական կողմի համար, եւ դրանից հետո ինչպիսին են լինելու հայ-ռուսական հարաբերությունները, կախված է նույնպես Ռուսաստանից առաջին հերթին։ Պարոն Մելիքսեթյան, անդրադառնանք նաև սահմանադրական դատարանում հենց այս պահին քննվող 7 քաղաքական ուժերի ուրեմն դիմումներին, գիտեք, ընդհանում եք, իմանանք այսօր, ինչ է կարծում սահմանադրական դատարանը կարող է այնպիսի վճիռ կայացնել, որը կազդի արդեն իսկ արձանագրած արդյունքների վրա։ Գիտեք, սահմանադրական դատարանի որոշումները մի քիչ գուշակել եմ, ես տենց լուրջ չէի զբաղվի դրանով, ես իմ կանխավարկած այն է, որ հավանաբար ոչ, եւ ես չեմ կարծում, որ այս ընտրություններում մենք ունեցել ենք այնպիսի խախտումներ, որոնք թույլ կտան չեղարկել ընտրությունների ամբողջ արդյունքները, թե որոշ դրվագներ գուցե խնդրահարույց էին։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ընդհանրապես այս արհեստական այս ընտրություններից հետո այս ինչ-որ ընդ-որում շատ դանդաղ, շատ ինչ-որ անիմաստ հետընտրական բողոքների բանը որ կա, ընթացքը որ կա, որ իրենք ինչ-որ ռելևանտ գործընթաց են, ես կարծում եմ արդեն ընտրությունների արդյունքները պարզ են եւ այդ արդյունքներով պետք է աշխատի հաջորդ ազգային ժողովը Գիտեք, նաև ուժեղ Հայաստանն է այսօր սահմանադրական դատարանի մոտ իր համակիրներին հրավիրել եւ նաև Նարեկ Կարապետյանը իր այսպես ասած լայվի միջոցով ասում էր եկեք միասին որոշենք մանդատներ վերցնել չվերցնելու հարցը։ Մինչ հիմա իդեպ խորհրդարան անցած ուժերը այդպես էլ հստակ չեն հայտարարում գնալու են խորհրդարան, չեն գնալու խորհրդարան, միայն այսպես նոր ընտրությունների պահանջ կա ուժեղ Հայաստանի այսպես ասած դիմումում սահմանադրական դատարան։ Ինձ համար մեծ սյուրպրիզ կլինի, եթե ուժեղ Հայաստանը իսկապես ցանկանում է նոր ընտրություններ, եւ ես չեմ հասկանում ինչի հաշվին են իրենք, ասենք, նույն արդյունքը գրանցելու նոր ընտրություններում։ Սա էլի է հետընտրական ինչ-որ պայքարի իմիտացիա ես մաս կասեի, որովհետեւ սա նաեւ պայքար չի, եւ ընդհանրապես ոչ մի բան չկա, հա, ներվ չկա ընդհանրապես այդ պայքարի, եւ ես դա չեմ տեսնում նաեւ բնակչության մեջ, որ լինի ինչ-որ sense տրամադրություններ բողոքարկելու ընտրությունների արդյունքները, այն ինչ պետք է արվել է ընտրություններից առաջ, արվել է նաեւ տարբեր ճանապարհներով, ոչ օրինական մասնակիորեն, եւ ես կարծում եմ դա այն մաքսիմալ արդյունքն է, որ կարող է ունենալ Նարեկ Կարապետյանի եւ մյուսների քաղաքական ուժը։ Եվ եթե իրենք դա բողոքարկեն, շատ հետաքրքիր կլինի կամ գնալ նոր ընտրությունների, իսկապես ցանկանան նոր ընտրությունների, ինձ համար դա ինչպես նշեցի, շատ մեծ սյուրպրիզ կլինի եւ մեծ հետաքրքրությամբ ես կհետևեմ այդ իրադարձություններին։ Եվ ավելի հստակ կլինի, թե որքան ձայն ունի հաշվի առնելով նույն այդ ընտրակաշառքների հետ կապված հարյուրավոր գործերը, պարոն Մելիքսեթյան, որ հակակոռուպցիոնը ամենօրյա ռեժիմով ուրեմն ներկայացնում է, եթե պարզվեն դրանց այսպես ճշմարտացի լինելը, ավելի բարդ իրավիճակ է ըստ էության նրանց համար կլինի այս հնարավոր նոր ընտրության պարագայում այդքան ձայն ստանալը։ Գիտեք, զուտ մեր նախկին սոցիոլոգիական այն հարցումները, որ կային, իմ տպավորությունն այն էր, որ ուժեղ Հայաստանի քվեների տոկոսը 17%-ից ավել չի կարող լինել եւ այս արդյունքը, որ իրենք գրանցել են, շատ ավելի բարձր։ Իմ համոզմունքն է սա, որ առնվազն 7-ից 10%-ը դա այն ձայներն են, որ իրենք ստացել են ընտրակաշառքի նոր մեխանիզմների օգտագործմամբ եւ ոչ ֆորմալ, այսպես ասած, ցանցերի օգտագործմամբ, հա, խաղային մշակույթ, ինչ-որ կիսակրիմինալային միջավայրեր, դուք կարող եք տեսնել նաեւ մի հետաքրքիր պատկեր, որտեղ Հայաստանի բոլոր քրեակատարողական մարմիններում հաղթել էր նույնպես այն ուժերը, որոնք հիմա անդիմությունն են լինելու ազգային ժողովում։ Ես կարծում եմ սա կարևոր ցուցիչ է։ Սա նաև կարևոր մշակութային ցուցիչ է, ինչ ռեսուրսներով է ձևավորվել նաև մասնակիորեն ընդդիմության քվեն։ Իհարկե իշխանությունների
դեպքում ադմինիստրատիվ ռեսուրսի հարցը կա, որ մասնակիորեն ազդել է այս ընտրությունների արդյունքի վրա, ընդ որում ինքը ազդել է նույնպես մշակութային հիմքերով, որովհետև հատկապես մարզերում, գյուղական միջավայրում եւ ոչ միայն գյուղական, այդ մոտեցումը, որ պետք է ընտրել, ինչ-որ մի մարդու կամ ծանոթի եւ այլն, ու այդ գործոն ազդեցություն ունի ընտրությունների վրա, մինչեւ հիմա կա։ Դա քաղաքագիտության մեջ կոչվում է ես հիմա հայերեն փորձում եմ հիշել այդ բառը, բայց չեմ կարող հիշել, այսինքն դա եկեղեցու այն մարդիկ են, որ այցելում են մի եկեղեցին եւ այդ հիմքով նաեւ քաղաքագիտության մեջ տերմին կա, որ ռուսերեն դա կոչվում է «Պրիխատսկայա կուլտուրա», Ալմոնդի եւ Վերբայի բնութագիրն է եւ Հայաստանում այդ մշակույթը մինչեւ հիմա կա ցավոք սրտի եւ ինքը ազդում է ընտրությունների վրա եւ ընդդիմության համար է ազդում եւ իշխանությունների համար է ազդում, բայց ես կարծում եմ նաեւ վերջին տասնամյակներում մենք այսպիսի բաց մրցունակ ընտրություններ չենք ունեցել եւ մեզ պետք է նաեւ երկար ժամանակ որ այդ նաեւ մշակութային բաղադրիչը դուրս գա ընտրությունների, նաեւ իշխանության ինստիտուցիոնալ առումով ավելի ուժեղ եւ կայացած համակարգ ունենալ քաղաքական, ինչը հիմա չկա եւ հետեւաբար այս դրսեւորումները անխուսափելի են, բայց ես կարծում եմ, որ դրա հետ պետք է աշխատել ու այնինչ ցավոք սրտի այնուամենայնիվ առաջարկում է ընդդիմություն այն քննադատությունը, որ կա ընդդիմության կողմից ինքը առնվազն անկեղծ չի եւ ինքը առնվազն ես վստահ եմ չի նպաստում Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքսեթյան։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Զրուցում է հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։